Իրանում պատերազմի մեկնարկից արդեն ավելի քան 2 ամիս է անցել, իսկ խաղաղության հեռանկարը դեռ չկա։ Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը եւ նրան խորհուրդ է տվել հնարավորինս արագ խելացի դառնալ։ Նա պատրաստվում է Հորմուզի նեղուցի հետ կապված խնդրի լուծման ռազմական տարբերակներին։ Այս իրավիճակը կատվածահար է արել համաշխարհային առևտրի հիմնական երթուղիներից մեկը։ Էներգակիրների գները համաշխարհային շուկայում կտրուկ աճել են։ Միացյալ Նահանգներում բենզինի գինը հասել է ռեկորդային մակարդակի։ Իրանական ազգային արժույթն էլ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը հանդիպել է էներգետիկայի ոլորտի ղեկավարների հետ։ Քննարկվել է նավահանգիստների շրջափակումը ամիսներով շարունակվելու հեռանկարը։ Կոնգրեսը շուտով պետք է որոշում կայացնի։ Պատերազմի վերաբերյալ 1973 թվականի օրենքը թույլ է տալիս ուժ կիրառել 60 օր։ Այդ ժամկետը լրանում է այս շաբաթ։ Օրենսդիրները կարող են քվեարկել գործողությունը դադարեցնելու կամ շարունակելու օգտին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Պատերազմի մեկնարկից 2 ամիս անց Հեքսեթը լրացուցիչ գումարներ է պահանջում, կոնգրեսականները խաղաղություն։ Հանցագործ, որը 10 միլիոն է գնահատվել, թմրակարտելի պարագլուխը բռնվել է։ Ով կարող է Ամերիկա հասցվել Մադուրոյի օրինակով, Մեքսիկայում տագնապած են։ Կալիֆորնիայի երկնքում ուղևորատար ինքնաթիռը բախվել է անհայտ անօդաչուի։ Մի կերեք սովախեց գետիններ Կալիֆորնիայի ափերին վտանգավոր թունավորումներ են, եւ թողարկման երկրորդ հատվածում սպասեք առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների շարքին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Իրանի հետ պատերազմում ԱՄՆ ռազմական ծախսերը արդեն հասել են 25 միլիարդ դոլարի։ Կոնֆլիկտը շարունակվում է արդեն գրեթե 60 օր։ Ծախսի հիմնական մասը կազմում են ռազմամթերքի հատկացվող գումարները։ Մեծ գումարներ են ծախսվում նաեւ սարքավորումների վերականգնման ու պահպանման համար։ Թվերը ներկայացվել են Կոնգրեսում լսումների ժամանակ։ Պենտագոնը դեռևս չի ներկայացրել ծախսերի մանրամասն հաշվետվությունը, ինչը պահանջում են կոնգրեսականները։ Նախարարությունը նախատեսում է հավելյալ ֆինանսավորում պահանջել։ Անգամ պատերազմը դադարեցնելու դեպքում ծախսերի աճ է նախատեսվում։ Պատերազմի հետևանքով մեծապես վնասվել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանները։ Դրանց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ միլիարդավոր դոլարներ։ Որոշ փորձագետներ համոզմունք են հայտնել, որ 2027-ի համար ռեկորդային 1.5 տրիլիոն դոլար պաշտպանական ծախսեր Պենտագոնը պլանավորում էր հենց այդ նպատակով։ Իրանի հետ պատերազմը լարված բանավեճերի առիթ է դարձել։ Հեքսեթը կոնգրեսում պատասխանել է սուր հարցերի։ Նա հրաժարվել է նշել պատերազմի տևողությունը եւ մանրամասն ծախսերը։ Նախարարը պնդել է, որ ռազմական գաղտնիքները չպետք է բացահայտվեն։ Իրանի միջուկային սպառնալիքը մնում է Սպիտակ տան պատերազմը շարունակելու հիմնական փաստարկը։ Թրամփը մերժել է Իրանի վերջին առաջարկը։ Այն ենթադրում էր Հորմուզի նեղուցի բացում միջուկային ծրագրի քննարկումը հետաձգելու դիմաց։ Թրամփը վստահ է շրջափակման արդյունավետության հարցում։ Հեքսեթը քննադատության է ենթարկվել նաև բարձրաստիճան զինվորականների ազատման համար։ Օրենսդիրների հետ հանդիպմանը քննարկվել է նաև Մինաբի դպրոցի ողբերգական հարվածը։ Այն խլել է 165 մարդու կյանք, այդ թվում երեխաների։ Հեքսեթը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է։ Նա հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորումը։ Աշխարհի ամենավտանգավոր թմրավաճառներից մեկը հայտնվել է վանդակում։ Գվատեմալացի Մոլինա Լոփեսը ձերբակալվել է Սան Դիեգոյում։ Նա ղեկավարել է Los Huistas խոշոր կազմակերպությունը։ Այս խմբավորումը կոկաին է մատակարարել Գվատեմալայի հյուսիս-արևմուտքից։ Նրանք գործակցել են նաև մեքսիկական Սինալոա կարտելի հետ։ Այդ համագործակցությունը հեշտացրել է թմրանյութերի մուտքը ԱՄՆ։ Հետաքննությունը տևել է երկար տարիներ, այն կոչվել է գերիլիա գործողություն։ ԱՄՆ պետդեպարտամենտը նրա գլխի համար 10 միլիոն դոլար էր խոստացել։ 61-ամյա Դոն Դարիոն արդեն կանգնել է դաշնային դատարանի առաջ։ Մոլինա Լոպեսը 2019 թվականից գտնվում էր հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է թմրանյութերի տարածման եւ դավադրության մեջ։ Դատական հերթական նիստը նախատեսված է մայիսի 11-ին։ Եթե դատարանը մեղավոր ճանաչի նրան, նա կստանա ցմահ ազատազրկում։ Բացի դրանից, նրան սպառնում է 10 միլիոն դոլար տուգանք։
Մեքսիկայի Սինալոա նահանգի նահանգապետը կարող է դառնալ հաջորդ բարձրաստիճան օտարերկրացին, ում ամերիկյան հատուկ ստորաբաժանումները կառևանգեն ու ամերիկյան դատարան կհասցնեն։ Նյու Յորքի դաշնային դատախազը Մեքսիկայի նահանգապետներից մեկին մեղադրել է թմրակարտելների հետ համագործակցելու մեջ։ Նա օգնել է կարտելին մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրել ԱՄՆ և դրա դիմաց ստացել է միլիոնավոր դոլարների հասնող կաշառք։ Դատախազությունը հայտարարել է, որ պաշտոնյան սերտորեն աշխատել է Չափիտոս խմբավորման հետ։ Ըստ մեղադրողի, այդ կարտելը նահանգապետերին օգնել է ընտրվել ընտրակեղծիքների և ահաբեկումների միջոցով։ Տեղական ոստիկանության հրամանատարները նույնպես ստացել են կանոնավոր կաշառքներ։ Դաշնային դատախազների խոսքով մեղադրյալներին սպառնում է ցմահ ազատազրկում, ԱՄՆ-ն արդեն ուղարկել է արտահանձման պաշտոնական հարցում։ Մեքսիկայի գլխավոր դատախազությունը կուսումնասիրի ներկայացված ապացույցները։ Նահանգապետը մեղադրանքը որակել է որպես քաղաքական հարձակում։ Մեքսիկայի նախագահը դեռ չի արձագանքել ԱՄՆ-ից մեղադրող դատախազը, սակայն շեշտել է, որ անկախ Մեքսիկայի նախագահի արձագանքից մեքսիկացի պաշտոնյաներին չի հաջողվի խուսափել արդարադատությունից։ Գաղտնալսումների ծրագիրը կշարունակվի։ Ներկայացուցիչների պալատը 235 կողմ ձայնով ընդունել է FISA-ի 702-րդ հոդվածը։ Այն հնարավորություն է տալիս շարունակել լրտեսական գործողությունները։ Մեկ այլ կարևոր թեմայի շուրջ, սակայն երկկուսակցական համաձայնության հասնել չի հաջողվում։ Խոսքը DHS-ի ֆինանսավորման մասին է։ Այն մնում է արգելափակված, ինչի հետևանքով մասնակի շատդաունը շարունակվում է արդեն մոտ 80 օր, դառնալով ամենաերկարը ԱՄՆ պատմության մեջ։ Դեմոկրատները պահանջում են ներգաղթի քաղաքականության խիստ բարեփոխումներ։ Հանրապետականները ձգտում են շրջանցել այդ պահանջները և օգտագործել արագացված բյուջետային գործընթաց։ Խոսքը 70 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին է։ Մի շարք այլ գործակալություններ ևս սպասում են ֆինանսավորման։ Կոնգրեսը շուտով կգնա մեկ շաբաթյա արձակուրդի։ Փորձագետները վստահ չեն, թե կհաջողվի շատդաունին վերջ դնել մինչև արձակուրդ մեկնելը։ Կալիֆոռնիայի երկնքում տեղի է ունեցել վտանգավոր միջադեպ։ United Airlines-ի ինքնաթիռը հավանաբար բախվել է անօդաչուի։ Ինքնաթիռի օդաչուն զեկուցել է 3000 ոտնաչափ բարձրության վրա տեղի ունեցած միջադեպի մասին։ Ինքնաթիռը մոտենում էր Սան Դիեգոյի օդանավակայանին։ Օդաչուն օդանավակայանին հայտնել է ինքնաթիռից ոչ հեռու թռչող փոքր օբյեկտի մասին։ Ավիացիայի դաշնային վարչությունը ստուգել է տեղեկությունը։ Կարգավարները հայտնել են, որ տարածքում անօդաչուի մասին տեղեկություններ չունեն։ United Airlines-ը հաստատել է դեպքը։ Ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել։ Օրենքը խիստ է անօդաչուների թռիչքների հարցում։ Դրանք չեն կարող թռչել 400 ոտնաչափից բարձր։ Օդանավակայանների մոտակայքում թռիչքներն ընդհանրապես արգելված են։ Ինքնաթիռի ստուգումը ցույց է տվել անվտանգության ապահովումը։ Նկատված անօդաչուի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Կալիֆոռնիայի ափերին հավաքված ծովախեցգետինները դարձել են մահացու վտանգավոր, պատասխանատուները զգուշացնում են, դրանք պարունակում են բնական տոքսիններ։ Մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը գործելու է կարանտին։ Այն տարածվում է ողջ ափագծի վրա։ Կարգելվի նաև Լոս Անջելեսում գտնվող բոլոր ծոցերում հավաքված ծովախեցգետինների օգտագործումը։ Տաք եղանակը խթանում է թույների կուտակումը ծովամթերքում։ Դրանց շարքում են կաթվածահար անող տոքսինները և դոմոյան թթուն։ Պաշտոնյաները հատուկ շեշտում են, եփելը չի ոչնչացնում այդ թույները։ Այս կարանտինը նպատակ ունի կանխել զանգվածային թունավորումները։ Առևտրային աղբյուրներից ստացված սնունդը մնում է անվտանգ։ Այն ենթադրում է խիստ լաբորատոր ստուգում։ Թունավորման ախտանշանները առաջանում են մի քանի ժամվա ընթացքում։ Սկզբում լեզուն և շուրթերն են թմրում, այնուհետև կարող է առաջանալ հավասարակշռության կորուստ և խոսքի խանգարում։ Ծանր դեպքերում հնարավոր է նաև մահ։ Թույների դեմ հակաթույն չկա, բժիշկները կիրառում են միայն օժանդակ բուժում։ Ախտանշանների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց։ Արհեստական բանականության ոլորտում ծախսերը հասել են գագաթնակետին։ Google-ի մայր ընկերությունը գերազանցել է կանխատեսումները։ Մետայի բաժնետոմսերը հակառակը նվազել են, Amazon-ի և Microsoft-ի արդյունքները ևս կանխատեսվածից ցածր են։
ԱՄՆ ֆոնդային շուկաները կարողանում են կայուն մնալ նույնիսկ պատերազմի պայմաններում, առաջատար են հիասքանչ 7-նյակ կոչվող ընկերությունները։ Դրանք են Apple-ը, Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը, Meta-ն, Nvidia-ն եւ Tesla-ն։ Դրանք կազմում են S&P 500 ինդեքսի մեծ մասը։ Ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային տնտեսության ապագան մեծապես կախված է նաեւ այս հսկաների ցույց տված արդյունքներից։ Իրանի հետ պատերազմը շարունակվում է եւ պահպանում է անորոշությունը, սակայն ֆոնդային շուկայում կա զգուշավոր լավատեսություն։ Պենտագոնը եւ Google-ը պայմանագիր են կնքել պաշտպանության նախարարությունը կօգտագործի Gemini համակարգը։ Այն կգործի գաղտնի ցանցերում։ Պաշտպանության նախարար Հեքսեթը ցանկանում է ստեղծել AI բանակ։ ԱՄՆ-ն արդեն օգտագործում է AI-ը Իրանի հետ պատերազմում։ Այն օգնում է հետախուզական տվյալների վերլուծությանը։ Google-ի խոսնակը հաստատել է համագործակցության փաստը, սակայն ընկերության 600 աշխատող դեմ է արտահայտվել։ Նրանք պահանջել են չհամագործակցել Պենտագոնի հետ։ Նմանատիպ բողոքներ եղել են նաև 2018 թվականին։ Google-ը այն ժամանակ հրաժարվել էր ռազմական ծրագրից։ Այլ ընկերություններ ևս ունեն նմանատիպ պայմանագրեր։ OpenAI-ը ևս համաձայնել է աշխատել Պենտագոնի հետ։ Anthropic ընկերությունը, սակայն, բախվել է խնդիրների։ Նրանք պահանջել են ավելի խիստ երաշխիքներ։ Պենտագոնը շարունակում է ընդլայնել իր տեխնոլոգիական հնարավորությունները, ապագա պատերազմներում AI-ը որոշիչ դեր է ունենալու։ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը Ֆեդը անփոփոխ է թողել տոկոսադրույքները։ Իրանի պատերազմը ցնցել է համաշխարհային տնտեսությունը։ Դա մեծացնում է գնաճային ճնշումը, իրավիճակը շատ անորոշ է։ Ֆեդի ղեկավարը նշել է, որ ներկա զարգացումների պատճառով ապագան մնում է խիստ մտահոգիչ։ ԱՄՆ-ում գնաճի մակարդակը հասել է 3,3%-ի, էներգակիրների գները շոշափելի աճել են։ Սակայն Ֆեդի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ դրանք դեռ չեն հասել իրենց գագաթնակետին։ Դաշնային պահուստային համակարգի ներկա ղեկավարը շուտով կթողնի իր պաշտոնը, նրա հնարավոր հաջորդը Քևին Ուոշն է։ Սենատի բանկային հանձնաժողովն արդեն հաստատել է նրա թեկնածությունը։ Ներկա ղեկավարը կմնա խորհրդի կազմում, մինչև իր մասով հետաքննությունն ավարտվի։ Արդարադատության նախարարությունը փակել է քրեական գործը, սակայն հնարավոր է նոր հետաքննության վերսկսումը։ Սենատը կարող է արգելել չինական մեքենաների եւ պահեստամասերի ներկրումը ԱՄՆ։ Փորձագետները սա կանխարգելիչ քայլ են համարում Թրամփ-Սի Ցինփին հանդիպումից առաջ։ Օրենքը նպատակ ունի պաշտպանել ամերիկյան ավտոարտադրողներին։ Չինական մեքենաները համարվում են լրտեսության լուրջ աղբյուր։ Օրենքը կարգելի նաև չինական ծրագրային ապահովում ունեցող մեքենաների ներկրումը։ Ամերիկյան ավտոարտադրողները բնականաբար ողջունել են այս նախաձեռնությունը։ Առևտրի նախարարությունը նախկինում արդեն սահմանափակել էր այդ ներկրումները։ Նոր նախագիծը օրենքի մակարդակով կամրապնդի այդ սահմանափակումները։ Իրանի պատերազմի հետևանքով վառելիքի գները բարձրացել են, սա կարող է մեծացնել չինական էլեկտրական մեքենաների պահանջարկը։ Մյուս կողմից Թրամփը հունվարին հայտնել էր չինական ընկերություններին հնարավորություն տալու մտադրության մասին։ Սակայն այժմ քաղաքական կուրսը կարծես փոխվել է։ Փորձագետների կանխատեսմամբ թեման կարող է քննարկվել Թրամփի Չինաստան կայանալիք այցի ընթացքում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ ԱՄՆ-ում շատերը պատրաստ են բարձր գին վճարել հում կաթի համար, սակայն այն Հանթինգթոն Բիչում ալիքների մեջ հայտնված հսկա սպիտակ շնաձուկը սարսափահար է արել լողորդներին։ Այն սնվում էր ծովարյուծի լեշով։ Փրկարարները 48 ժամով փակել են լողափը։ Մոտ 10 ոտնաչափ երկարությամբ գիշատիչը նկատվել է առավոտյան, այն դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։ Փրկարարները հրապարակել են այս անսովոր տեսարանը։ Շնաձուկը գտնվում էր ափին շատ մոտ եւ իրական վտանգ էր ներկայացնում մարդկանց համար։ Փրկարարները փակել են մեկ մղոն շառավղով տարածքը։ Կալիֆոռնիայում շնաձկան հարձակումները հազվադեպ են 1950 թվականից ի վեր գրանցվել է 250-ից պակաս միջադեպ։ Դրանցից միայն 20-ն են եղել մահացու։ Չնայած լավատեսական վիճակագրությանը, մասնագետները կոչ են անում չթերագնահատել շնաձկների հետ հանդիպման վտանգը։ Լողափերի դիտարկումները շարունակվում են, կիրառելով նաև հսկման նոր տեխնիկական միջոցներ, այդ թվում անօդաչուներ։ Մոռացեք երկարատև խցանումների մասին։ Նյու Յորքի երկնքում արդեն թռչում են օդային տաքսիները։ Joby Aviation ընկերությունը սկսել է փորձնական թռիչքներ իրականացնել։ Ուղղահայաց թռիչք եւ վայրեջք կատարող էլեկտրական օդանավը մեկնել է Քենեդու անվան օդանավակայանից եւ վայրեջք է կատարել քաղաքի տարբեր ուղղաթիռակայաններում։ Ընկերությունը նպատակ ունի կրճատել ճանապարհը մինչև 10 րոպե։ Մեքենան դա անցնում է ավելի քան 1 ժամում։ Նմանատիպ փորձարկումներ ավելի վաղ կատարվել են Կալիֆոռնիայում, Սան Ֆրանցիսկո
Մեքսիկոյի ծոցի տարածքում։ Delta Airlines-ը նույնպես ներդրումներ է կատարել այս ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի օդային տաքսիներով ուղևորներ տեղափոխել Լոս Անջելեսի օդանավակայաններից եւ հակառակ ուղղությամբ։ Առաջին վճարովի ուղևորափոխադրումները կարող են սկսվել ընթացիկ տարում։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել։ Թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, ով ձեզ սպասում է առաջիկա օրերին սպասվող հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, համերգ, թատրոն։ Մանուն միջոցառումներ է առաջարկում ամենատարբեր ճաշակների մարդկանց համար։ Վստահ եմ, ձեր նախընտրած տարբերակը հաստատ կգտնեք։ Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Սկսենք երաժշտության սիրահարներից Արթուր Զաքյանը հրավիրում է վայելելու իր առաջին մենահամերգը։ Արթուրը բեմ կբարձրանա կենթանի նվագախմբի ուղեկցությամբ ներկայացնելու իր ստեղծագործական աշխարհը լի հույզերով եւ նոր հնչողությամբ։ Մայիսի 2-ին ժամը 19-ին Glendale-ի Alex թատրոնում։ Symphonic Jazz Orchestra-ն հրավիրում է երաժշտասերներին վայելելու Earth, Wind and Fire խմբի հիմնադիր Մորիս Ուայթի հիշատակի նվիրված համերգը։ 68 հոգուց բաղկացած նվագախումբը կներկայացնի Ուայթի ավելի քան 20 տարի առաջ ստեղծված եւ վերջերս հայտնաբերված սիմֆոնիկ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև խմբի հանրահայտ հիթերի նոր գործիքավորումները Գրեմմի հավակնորդ երգչուհի Շանթե Մուրի մասնակցությամբ մայիսի 9-ին եւ 10-ին Long Beach-ի Carpenter Performing Arts Center-ում։ Midnight Ensemble-ին հրավիրում է ջազի եւ երաժշտության նորարարությունների սիրահարներին վայելելու բազմամշակութային յուրահատուկ հնչողություն։ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ նվագախումբը հանդես կգա տաղանդավոր երաժիշտների եւ վոկալիստների կազմով, հատուկ հյուր Զարուհի Սարգսյանի մասնակցությամբ։ Մայիսի 17-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Catalina Jazz Club-ում։ Once Again ներկայացման ստեղծագործական խումբը հրավիրում է արվեստասերներին բացահայտելու ֆրանսահայ լեգենդ Շարլ Անձնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Նարինե Պետրոսյանի բեմադրությամբ այս թատերական բալետը պատմում է մեծանուն արտիստի հաջողության հասնելու դժվարին ճանապարհի եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերելու մասին Գագիկ Թադևոսյանի կատարմամբ եւ Ազնավուրի հանրահայտ երգերի ներքո։ Մայիսի 15-ին երեկոյան ժամը 7:30 Glendale-ի Alex թատրոնում։ Թատերասերներին հրավիրում ենք Gary and Grace ներկայացմանը, բացահայտելու մարդկային կյանքի էությունը։ Այս դրաման պատմում է երկու անծանոթների մասին։ Նրանք կյանքի մայրամուտին հայտնվում են նույն տարածքում եւ սովորում համակեցության դասերը, ստիպելով հանդիսատեսին վերլուծել սեփական կյանքի ընտրությունները։ Մայիսի 14-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena-ի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Հրավիրում ենք կինոմանների ուշադրությունը Try Again, կրկին փորձիր։ Ֆիլմի ստեղծագործական խումբը հրավիրում է կատակերգության սիրահարներին վայելելու զվարճալի եւ արկածներով լի պատմություն։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով հանուն սիրո հոգին վաճառում է 6 ցանկությունների դիմաց եւ հայտնվում անհավանական ու զավեշտալի իրավիճակներում։ Դիտեք մայիսի 14-ին եւ մայիսի 17-ին երեկոյան ժամը 7:30 Glendale-ի Look Dine-in սինեմասում։ Full House Landing ֆիլմի ստեղծագործական խումբը հրավիրում է կատակերգության սիրահարներին վայելելու սիրված հերոսների նոր արկածները։ Այս անգամ հերոսները միավորվում են միանգամայն անսպասելի հանգամանքներում, խոստանալով անսպար զվարճանք ու հումոր։ Մայիսի 15-ին երեկոյան ժամը 7:30 Glendale-ի Look Dine-in սինեմասում։ Հայկական սարսափ ֆիլմ ժամանակակից գրողի ստեղծագործության հիման վրա։ Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի ստեղծագործական խումբը հրավիրում է հոգեբանական թրիլերների սիրահարներին։ Ֆիլմը պատմում է ուսանողների մի խմբի մասին, որը հայտնվում է Լուրագարակ գյուղում։ Անբացատրելի մահերի շարքը նրանց մեջ սերմանում է վախ եւ անվստահություն, բացահայտելով երկարաժամանակ թաքցված ճշմարտությունները։ Մայիսի 16-ին երեկոյան ժամը 7-ին Pasadena-ի AGB Performing Arts Center-ում։ Նորություն կա ստենդափի սիրահարների համար Armenian Kings of Comedy ստեղծագործական թիմը հրավիրում է մասնակցելու տարվա ամենասպասված ստենդափ երեկոյին։ Վահե Բերբերյանի, Քև Օրքյանի, Անտիքի, Ջեք Կրտսերի եւ Արմեն Դարփինյանի մասնակցությամբ այս շոուն խոստանում է անմոռանալի դառնալ լիսուր հումորով եւ կյանքից վերցված զվարճալի պատմություններով։ Մայիսի 16-ին երեկոյան ժամը 7-ին Glendale-ի Alex թատրոնում։ Եվ իհարկե, չենք մոռանում, որ մոտենում է Մայրերի տոնը
Այս տարի ԱՄՆ-ում այն նշվում է մայիսի 10-ին։ Օրվա արդի բազմաթիվ միջոցառումներ են սպասվում տեղական համերգներից մինչև պիկնիկներ, ծովային երկարատև ու կարճատև շրջագայություններ ու տոնական հյուրասիրություններ գրեթե բոլոր մեծ ու փոքր ռեստորաններում ու հյուրանոցներում։ Այնպես որ հարցրեք, փնտրեք ու հաստատ կգտնեք, թե ինչպես ուրախացնեք այդ օրը մայրիկներին եւ տատիկներին։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք։ Իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։